Պարոն Թորոսյան, տեսեք դուք կառավարության ծրագրում մինչև 2023 թվականը աղքատության կրկնակի նվազում էիք խոստացել։ 2019-ին Հայաստանում աղքատությունը եղել է 26.4%, վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներում Հայաստանում աղքատ է 21.7%, այսինքն կրկնակի նվազեցում չի եղել։ Բացի այդ, ծայրահեղ աղքատությունը իսպառ խոստացել էիք վերացնել, բայց այս պահի դրությամբ էլի նույն պետական կառույցի տվյալներով 0.6%-ը ծայրահեղ աղքատ է։ Եթե այս 4-5 ամիսների ընթացքում չկարողանաք աղքատությունը կրճատել եւ ծայրահեղ աղքատությունը իսպառ վերացնել, ստացվում այս խոստումը, որը կառավարության ծրագրում էր, կյանքի չի կոչվել։ Հիմա սա է լավ աշխատանք, որի համար պարգևատրվել են։ Շնորհակալություն հարցի համար։ Ծայրահեղ աղքատության ցուցանիշը ձեր նշած ազգային վիճակագրական ծառայության կողմից 2024 թվականի է, որը հրապարակվում է ամեն հաջորդ տարվա աշնան սկզբում, եւ ես գրեթե վստահ եմ, որ 2026 թվականին 25 թվականի համեմատած 25 թվականի թվերը հրապարակելուց մենք ունենալու ենք ավելի ցածր ցուցանիշ, քան 0.6%-ը, եւ դա մոտ է իսպառ վերացմանը 0.6-ը։ Դրա համար վերջին տվյալ սա եմ նշում։ Շնորհակալություն, թույլ տվեք շարունակել պատասխանը, եւ ես վստահ եմ, որ 0.6%-ը, որն արդեն իսկ մոտ է աղքատության, ծայրահեղ աղքատության իսպառ վերացմանը, ավելի փոքրացած կլինի, չեմ կարծում, որ 0 լինի, բայց ամեն դեպքում ավելի մոտ կլինի 0-ին, եւ հետեւաբար մենք ճիշտ ճանապարհի վրա ենք այդ հարցը լուծելու, այսինքն ծայրահեղ աղքատությունը վերացնելու։ Նաեւ ինչ վերաբերում է աղքատության ցուցանիշներին, մենք ունենք կրկին իջնող թվեր։ Իդեպ, երբ որ դուք նշում եք 19 թվականի թվերը եւ այսօրվա թվերը, մենք պետք է հիշենք, թե ինչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի Հանրապետությունը եւ որոշ առումով նաեւ ընդհանրապես միջազգային, այսինքն համաշխարհային տնտեսությունը, դա կոവിഡ്ի համավարակն էր, մեր դեպքում դրան գումարած եւ միաժամանակ պատերազմներ, հետո ներքաղաքական ցնցումներն էին, հետո ընտրություններից հետո մի քանի անգամ հարձակումներն էին Հայաստանի Հանրապետության վրա եւ դրանից հետո միայն հաստատված խաղաղությունն է, որ մեզ տալիս է սոլիդ հիմքեր այդ ճանապարհը ավելի կայուն եւ անշեղորեն շարունակելու, եւ ես վստահ եմ, որ մենք եւ իջեցնելու ենք աղքատության թվերը էականորեն եւ նաեւ հաղթահարելու ենք ծայրահեղ աղքատությունը եւ ընդհանրապես այդ ամեն ինչը պետք է նայել կոնտեքստում եւ կառավարության ծրագիրը եւ նախընտրական ծրագրերը դրանք դինամիկ փաստաթղթեր են, որոնք որ այսինքն փաստաթղթեր չեն, բայց գործընթաց են, որոնք որ դու ընթացքում շտկում ես եւ իրականացնում ես այն քաղաքականությունը, որը լավագույնն է այդ պահի համար։ Եվ պարոն Թորոսյան, որ ասում եք ներքաղաքական ցնցումներին, հնարք երբ որ Ռոբերտ Քոչարյանը կամ Բագրատ Գալստանյանը պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այդ իրենց միտինգներով ինչ խանգարում էին աղքատության ցուցանիշը նվազեցնելուն։ Իհարկե խանգարում էին, որտեղ պատասխանում եմ, որտեղ տնտեսությունը սիրում է կայունություն եւ նոր ներդրումների իմաստով եւ ընդհանրապես եւ կայուն եւ ընտրական փուլերով ձևավորվող իշխանությունն է այն գրավականը, որ թե գործարար համայնքը Հայաստանում եւ թե դրսի ներդրումները ունենալու են վստահություն, որ այդ կայունությունը շարունակվելու է եւ մենք հիմա փաստացի ըստ էության երկար տարիներից հետո ունենալու ենք առաջին անգամ հերթական ընտրություններ, ինչը շատ կարևոր է եւ այդ կայունությունը ապահովելու եւ շարունակականությունը ապահովելու առումով եւ այդ ամեն ինչը համանվել է նաեւ այլ ճգնաժամերով, գիտեք, նույն այդ ներքաղաքական վիճակի ժամանակ եղել է առաջի հարձակումը մեր սուվերեն տարածքի վրա 21 թվականի մայիսին, երբ որ կառավարությունը նաեւ հրաժարական տված վիճակում էր եւ մնացած բոլոր դեպքերը եւ այդ ամեն ինչը պետք է նայել այդ ամբողջության մեջ։ Պարոն Թորոսյան, եւ մի հարց, որ վերջին օրերին մենք շատ ենք տալիս քաղաքացիական պայմանագիր խմբակցության պաշտոնյաներին եւ падգամավորներին, դուք եք ակտիվ այդ հարցերում, Նիկոլ Փաշինյանի վարչաբենդի հետ կապված դուք նախ դիսկոտեկին եղել եք եւ տեսնում եք նաեւ դուք երգում եք ձեր Փաշինյանի երգի տակ, գուցե հաջորդ դիսկոտեկին դուք նաեւ ձեր երգով ներկայանաք։ Այդքան տաղանդ ունենայի կներկայանայի, ցավոք չունեմ, շնորհակալություն։ Իսկ եղել եք դիսկոտեկի գնացել եք։ Իհարկե եղել եմ։